Փաշինյանն ասում է, որ աղքատությունը մարդու գլխում է, ճիշտ է ասում։ Մարդը իր ախելքից է աղքատ։ Չէ, մարդը իր ախելքից, պես ապուշ մարդ չկա, որ իր ախելքից աղքատ լինի։ Հնարավորություն չկա, աշխատատեղ չկա այսօրվա վիճակով։ Աշխատատեղ փաստորեն չկա։ 8 տարի աշխատել ենք, գոնե թեթև որոշակի աշխատատեղ ստեղծենք, գործարար նման որևէ բան ստեղծենք, գոնե մարդկանց աշխատատեղեր հնարավորություններ տային։ Գոնե այնպեսի կառույցներ, այնպեսի արտադրամասեր կառուցենք, որպեսզի հնարավորություններ գոնե բնակչության որոշ տոկոսը աշխատանք ունենա, այդ էլ չկա։ Ինչ, բնակիչը հազիվ ծերին հարցնում ապրում էլի։ Իսկ աղքատ քաղաքացին կառավարության հոգսը չի։ Ում հոգսը դլինի, եթե կառավարությանը չի։ Կառավարությունը պայմաններ ստեղծում է, այդ բնակիչը ապրի։ Ոչ թե փող տա, այլ այնպեսի հարմարություններ, հնարավորություն ստեղծում, որ այդ բնակիչը բան ունենա, աշխատատեղ ունենա։ Որը այսօր վիճակով չկա։ Մեր հայ ժողովուրդը այնքան խելացի է, որ աղջիկ ջան, չես պատկերացնել, այդքան բան։ Ոչ, եթե մենք չունենք տարածքներ, որտեղ պետք է արտադրություն լինի, արտադրություն չկա, գլուխի չկա ունի, կրթության մանկաբարձ եմ, բայց չունիմ այդ բանը, որտե՞ց եղնի։ Եթե ինքը հիվանդանոցներ վճարով է դարձել, որտեղից լինի իմ աշխատատեղը։ Ես հաղ պետք է տամ, որ ընդունվեմ, բայց դիպլոմ ինչի համար է։ Եթե ինքը նստած է, համար չէ, մեզ համար պետք է չհոգանջեն նստե։ Թող ելնեմ ես նստեմ, եթե ինքը չի կրնա, կամ ինչ-որ լավ մարդ նստի, ղեկավար։ Ինչ ուխտե մեր հոգսը չի։ Ում հոգսն է։ Եթե քաղաքացին ինք մեր հոգսը չի, ինքով է։ Ինքով է, եթե քաղաքացին իր հոգսը չի, ինքով է։ Քաղաքացու հոգսով կտարվի։ Որ քաղաքացին կկարկոզեսի, կկարկոզի։ Կառավարության մեղքը նրանում է կայանում, եթե մարդը ուզենա տեղ չգտնի, իր կոմարը վաստակի գոյությունը պահպանի։ Իսկ եթե կա հնարավորություն, կառավարությունը ո՞նց կարող է մեղադրել։ Չէ, այդ լավ չի ասել։ Չէ։ Քաղաքացին ինչ են իր ախելքից են, չէ։ Այդ ինչի քու խելք են չէ։ Իր ախելքից է աղքատ ենք։ Որտեղ ինքը ոչ գործան բացեց, ոչ աշխատատեղ ունենք։ Այդ ինչ պետք է ճայեն ուր է դա։ Սիվաս փախնինգ Ռուսաստանները։ Իսկ քաղաքացին կառավարության հոգսն է, կառավարությունը պետք է հոգա այդ քաղաքացու հարցը։ Կառավարությունը ոչ թե ասենք պետք է փողը բերել, դա գեղած ենք բնակչությունը ուզե, այլ աշխատատեղ ստեղծե, տեղը ստեղծե, որ մարդը ապրի։ Աղջիկ ջան, ես չեմ ասել ինքը տա, ինքը կուտա։ Ինքն էլ իր հերթին կօգնի։ Բայց ինչ որ խոսքեր ստեւե կատարել լավ էր։ Ուրա։ Լավ, այս ամեն ինչից հետո Փաշինյանը հնարավորություն ունի հունիսի 7-ին կրկին վերընտրվելու։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել։ Դրա համար էլ ինքը ամեն կիրակի, ամեն շաբաթ մտնում է բնակիչների շրջանը, ինչ ասես, որ չի անում, մենակ են բանի համար, որ իր ատորից չզերգվի։ Էս ենք ընդրված, էլի մենք նույնը չենք։ Չէ, ինձ պետք չէ որ ինք եղնի։ Մեծ մարդ կա, որ քաղաքականությունը գիտենա ինչ է, պետությունների երիտասարդությունը, մանկությունը, մանուկների հարցը բոլորին է լուծի։ Նպաստ տալով չէ, նպաստ երեխակ բերել փող կուտա, մեզ պետք չէ այդ փողը։ Դու աշխատատեղ դու երիտասարդություն։ Կանգնեցնենք բոլոր երիտասարդներին հարցերեք, ով աշխատատեղ ունի։ Բանակից գալիս են ոչինչ չեն անում երբ տղաները, ում է պետք։ Հայրենիքի համար տոշ եմ տալիս, բայց գալիս եմ հաց եմ փնտրում, աղբամանների կողքից ասնելու։ Եթե աննամուսի պես մեր ժողովուրդը ընտրես, կնա ընտրվի։ Բացի Նիկոլից ես ով կուզե եղնի։ Աստված չտա։ Որովհետև դա հայությանը վերջն է լինելու։ Աստված չտա։ Իսկ ադմինիստրատիվный ռեսուրսը, մեր պոլիցեյսկեքը, մեր ամեն ինչը չես իմանում, ոնց կարա խաղը լինի։ Լուսանկարչերկումները հաճախակյացել են, նաև հովհարային ջրանջատումներ են լինելու։ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահն էլ ասաց, որ ջրանջատումներն անխուսափելի են։ Ինչ է լինելու հատկապես մարզաբնակ քաղաքացու վիճակը, եթե Փաշինյանը վերընտրվի։ Շատ վատ։ Ձեր կարծիքով ինչ պետք է ապրի։ Սոշագարուն, եթե ջուր չեղնի, մեկ հազնել անջատեն, պրծեն։ Այլ ոնց, ես որ вообще չեմ կարա դրան դիմանամ արդեն, եթե անջատեն, ես դրան ոչ մի անգամ չեմ կարա դիմանամ։
Ինչի՞ պիտի անջատեն։ Այդ մի բան էլ գլխաներիս կտրվավ, արդեն գնանք մի բուր հոգցեն դրանից, բարգեն կեզմանից, ինչ ենք ապրում, ես չգիտեմ։ Սա շոու է, շոու։ Սա իր սարկազմ։ Չգիտեմ, երևի իա կարծիքով օտո։ Իրանք ամեն ինչով է ապահովված են, կազնի ունին, դուսնի ունին, պալատներն էլ ունին, այն կանտաներ ունին, Եվրոպաներն որ տեղուց ատաշ չունին։ Խիղ ժողովուրդն ինչ են է։ Ես եմ ներգատության վտարային տան մեջ կավրին։ Իմ տունս պլավ երկրաշարժից հետո ես նորից փոխվա մեր իմ տունը, որը 4-րդ կարգի վտարային տուն է հմի, իմ տունս։ Եթե մի ադամ ուժեղ ժաշկենի նորից կպլի այդ տունը։ Զովն է ունեցա։ Տղես 20 տարեկան մնաք երկրաշարժի տակը։ Ոնց որ Ղարաբաղ են ապրել։ Հոսանքը անջատել են, մարդիկ դուրս են եկել, դուրս, տանել չեն նստել։ Խալադիլնիկումը բան չեն պահել։ Ինչ պետք է անել։ Բլակադ է։ Հետո էլ Ղարաբաղի ճակատագիրն է լինելու։ Կամաց, քայլ առ քայլ։ Ընդանրապես այդպես է։ Մեկ տեսար լույս չկա, հոսանք չկա, մեկ տեսար ջուրը կկտրեն։ Ըմբես չէ որ մենք դրանց մեջ հարմարվել ենք։ Ադրբեջանական բենզին են վաճառում հայաստանյան որոշ դցակայաններում։ Ես ոչ մի բանի չեմ օգտվում, երեխաները ավտոմեքենանում չեմ թողնում, որ նույնիսկ Ադրբեջանի կամ Թուրքիայի արտադրանքի շոր հագնի։ Ինչ մնաց բենզինից օգտվի։ Ինչ էժան է ծախվենք, ադրբեջանցի մեզ ինչ բարեկամ, թշնամին ինչ բարեկամ, հարևանը թշնամի է, քեզ ինչ բարեկամ։ Եթե թշնամի ուրեմն թշնամի։ 15 թվից կանք եղերնից ինչ բարեկամ ադր թուրքը ինչ բարեկամ երի թուրքերն են մտել մեր կանանցու երեխեքի վզեր կրը ինչ բարեկամ թշնամին ինչ բարեկամ երբեք չի լինի անձամբ ես ադրբեջանցու հետ չեմ ապրիստել կամ ես կմեռնեմ կամ ինքը Դեմ եմ այսինքն կողմը որն է համաձայն չեմ կարող ադրբեջանցին մեզ մի բանում կտոր կասեղ տրակինք մեռնենք Լսեք, ես Ղարաբաղից եմ եկել եւ հիմա որ ես ասեմ ինչ եմ մտածում ինձ 5 տարի տալու են դուք ուզում եք որ ինձ ձերբակալեն բայց դուք պատկերացրեցիք ես ինչ եմ մտածում այդ ադրբեջանական այդ բենզինին դուք գիտեք որ մենք պլակադում նստած ադրբեջանից մի քող չենք վերցրել մի հաց չենք վերցրել շունը լավ բան է բայց որ բաց ես թողնում կծմա Շան դեմ պետքա փայտ լինի ձերքիդ, որ փայտը կա ձերքիդ, որ կարողանում ես իր տեղը ցույց տաս, կարաս, հա, բայց այդ փայտը ձերքից պետք չի, հետ դնել էլի և մեջքով կանգնել ադրբեջանցում, թուրքին էլ, դա բոլոր գիտեն, կլասիկան ասում, որ ադրբեջանցին էլ Ջանեցնը Թուրքին փոքր եղբայրն է, ավելի ագրեսիվ, ավելի ակտիվ։ Շատ վատ եմ նայում այդ ադրբեջանական էժան մի խոսք է էժան մսիչին ինչը չի ուտվում է այդ էժանը որ բերում են անունը էժան են տղել իրոք մենտալիտետ է ազգի մտածողություն է ավելի լավ է իմ թանկը առնեմ քան ուրիշի էժանը թող մեր մոտ այդ թանկ վաղը կեժանանա ոչ թե ուրիշից բերենք մեր մոտ էլ ոչ մի բան չզարգա